Նորից բարև ձեզ, իմ հզոր հայ ազգ, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, ինչի այս չնախատեսված եթերը ձայնագրում եմ, քանի որ ինչպես տեղեկացված եք դուք, իշխանությունները խառնվել են իրար, սկսել են եւ խոդ են տվել իրենց ռեպրեսիոն մեքենան, բազմաթիվ կալանավորված մարդիկ, բազմաթիվ խուզարկություններ, կան ձերբակալվածներ, թե քաղաքական գործիչներ, թե իրենց աջակիցները, քանի որ նրանք տեսնում են իրենց անխուսափելի պարտությունը հունիսի 7-ին 2026 թվականին։ Անգամ մարդու ծիծաղել է գալի, այսօր քարոզարշավի ժամանակ Սևանում Նիկոլ Փաշինյանը абսուրդային խոստումներ է տալիս, ասում է ես այդ բիբարների փողը կտամ, ես այդ ծաղիկների փողը կտամ, Նիկոլ Փաշինյան, հա ջերմուկի փողով տալու, կոնյակի փողով տալու, ձկան փողով տալու, ընդհանրապես գյուղմթերքի փողով տալու։ Էլի խափում ես, չէ Նիկոլ։ Դե խափելի, մի հատ ավել, մի հատ պակաս, ինչ է եղել Նիկոլ ջան։ Քեզանից հեռու բան չի, բայց եթե չես խափում, ապա ուզում եմ արձագանքես, ինչ փողերով ես տալի Նիկոլ։ Դու կորեկոն ես Նիկոլ Փաշինյան, թաքնված միլիարդատեր, խաբար չկար վրեկներես։ Չէ որ միլիարդատեր ես, դրա մասին մենք գիտենք, բա այդ 8 միլիարդը ինչ ես արել, տարե կողել ես ծակերով։ Սիրելի բարեկամներ, հարցը դրանում չէ, ինչ է արել Նիկոլ Փաշինյանը եւ ինչ խոստումներ է տալի։ Բայց իմացեք մի բան, եթե անգամ նա խոսք է տալի, բայց չի անելու, եթե անում է, ինքը ձեր փողը ձեզ է տալու։ Ուրեմն 2026 թվականին հունիսի 7-ին բոլորս միասին գնում ենք մասսայով ընտրատարածքներ եւ մերժում ենք 16 համարին։ 16 համարը պետք է գնա պատմության աղբամանը։ Նիկոլ ջան, իսկ քեզ էլ մի հատ խորհուրդ տամ։ Պապերը ասում էին, խեղդվելուց առաջ խրխռալը որն է։ Մի խրխռա։ Նորմալ կընդունես պարտությունդ եւ կգնաս ժողովրդական դատարան։ Իսկ որ քարի հանքում պետք է քար կդրեք դուք բոլորդ, այդ է արդեն ես քեզ կասեմ դատարանի դալիճում։ Սիրելի բարեկամներ, լավ եղեք, մեկ անգամ եւս հիշեցնում եմ, հունիսի 3-ին վաղը 19:00 հավաքվում ենք Հանրապետության հրապարակում։ Նախորդ վիդեոյում տեղադրել եմ հեռախոսի համարները, ինչպես կապնվել ինձ հետ, որպեսզի ես լսեմ, թե ինչ հոգսեր ունեք եւ ինչով ես կարող եմ ձեզ աջակցել։ Պինդ եղեք, ամուր եղեք, կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցե հայ ազգս։ Մենք վախ չունենք, գնում ենք մինչև վերջ։ Բաժակը լցվել է, արդեն թափվում է։ Համբերություն ունի հայ ազգը, բայց դա ռեզինից չէ։ Հույսով եմ կհանդիպենք սիրելի բարեկամներ, ստեսություն, պինդ եղեք, ամուր եղեք, ամեն ինչ լինելու է գերազանց։